2014-ի վերջին հանձնարարականով ֆինանսների նախարարը 27 ժամ առաջ է ընկել շտապում է սկսել 2015 թվականը։ Տարին անցնողը ծանր ստացվեց, որպեսզի գալիքը թեթև առաջ գնա, քայլ առաջին որոշված է հունվարի թոշակն ամանորյա արձակուրդին չի սպասի։ Պարոն Ջանջուղազյան, կենսաթոշակների հետ կապված հրամանը, որ ստորագրեցինք, ոչ մի խոչընդոտներ խնդիրներ մենք չունենք։ Վճարումները կկազմակերպեք ամսի 3-ից սկսած։ Տարվա աշխատանքային վերջին օրվա գրեթե պարտադիր մյուս քայլը Գագիկ Խաչատրյանն ասում է լրացուցիչ ստուգել ճշտելն է, որքանով է երկիրը պատրաստ մաքսային միության գործընթացներին։ Արտահանող ներմուծողները հունվարի 2-ից արդեն պետք է շարժվեն Եվրասիական կառույցի կանոններով, գործարարներն առայժմ անորոշության մեջ են, մի քիչ էլ վախեցած։ Գործարարներին պետք չի վախենալ, ընդհանրապես ընթացակարգերը պարզեցվելու են, շատ ընթացակարգեր պարզեցվելու են, հեշտանալու են, սահմանի վրա խոչընդոտներ չեն լինելու։ Բիզնեսի ստարտը գուցե ռուսական սանկցիաների դոլար, դրամ, ռուբլի տատանումների պատճառով մի քիչ խառը ստացվեց, բայց գործարարը ոսկե կանոն ունի, ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում։ Տարեվերջյան հարցազրույցում տնտեսվարողներին թասիբի է գցում նախարար Խաչատրյանը։ Երկրի ֆինանսական իմունիտետը 5 բալանոց համակարգով որքան կգնահատեք։ Գնահատականը թվով երկրի ֆինանսիստը չհնչեցրեց հավանաբար ձեռներեցների արդեն տոնական տրամադրությունը չփչացնելու համար, թեպետ մեր ամենացավոտ խնդիրն այն է, որ այսքան բարեփոխմանը doing business-ի բարելավումներին տնտեսությունը ստվերում ճիշտ չի արձագանքում։ 2015-ին ավելի կոշտ ենք լինելու Խաչատրյանի ձևակերպումը շատերին շատ բան կհուշի։ Մեր տնտեսվարողները պետք է հարմարվեն նրա հետ, որ ժամանակն է, որպեսզի չակնկալեն, ենթադրենք 30% շահութաբերություն, 40% շահութաբերություն։ Եթե եվրոպական երկրներում նայեք, 5% շահութաբերությունը, 3% շահութաբերությունը իրենց համար ցանկալի երազանք է։ Մենք ինչ է չգիտենք, գործարարների մատնանշած իդեալական Եվրոպայում աշխատած փողի կեսից ավելին բիզնեսը հարկ է տալիս նույնքան գումար ռուսական շուկայում կաշառք, քիչ մնաց ափերից դուրս գար նախարարը։ Միշտ ասում են, չէ, հարևանի հարցը գեղեցիկ է երևում։ Ավելի շատ մերժող չէ ասող, թե հայի կողմնակից ֆինանսների նախարար եք հարցին Գագիկ Խաչատրյանի պատասխանն է, ճիշտը մերժելն է։ Մյուս հարցը՝ դժվար չէ լինել 30% աղքատություն ունեցող երկրի ֆինանսների նախարար։ Շատ դժվար է եւ նույնիսկ ասեի անցանկալի։ Անցանկալի սպառողների համար վերջին թանկացումը եղավ։ Պարզվում է դա նույնքան անցանկալի հետևանք է ունեցել որոշ բիզնեսների համար, երբ փորձել են թանկացրած ապրանքը նոր ՀԴՄ-ներով 5 գնով ձևակերպել, համակարգը խելացիորեն արգելափակվել է։ Հարկային տեսուչն աչք փակի, տեխնիկան հոչի քնում, ծրագրավորված է, շահույթդ մեծացավ, բարի եղիր հարկդ էլ ավելացնել։ Կթանկացնի, թող իր հարկերը վճարի։ Երբ որ գա մի բա, ինքը էլ չի կարա շատ թանկացնի, որովհետեւ շատ հարկ վճարի։ Դրանով նաև գների գնաճի շուկան կկարգավորվի։ Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության այդ նորույթները ստվերներ սիրող Հայաստանում ներդրած 3 ծրագրավորող ի դեպ խրախուսվել է ոչ ավել ոչ պակաս բնակարանով, որպեսզի պետական հիմնարկի ոչ հրապուրիչ գործը բարձր վարձատրությամբ IT ընկերությունների հետ չփոխեն, բացատրում է նախարարը։ Այս 3 բնակարանը դա Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից տրամադրված բնակարաններն էր։ Բիզնեսին բյուջեի վճարումները պարտադրելը ֆինանսների նախարարին ամենևին էլ չի թշնամացրել գործարարների հետ, ապացույցը կաբինետում հայտնված 2015-ի այցի արձանիկն է։ Նվեր եք ստացել գործարարից։ Այո, 15 թվականը եւ ուրեմն իմ տարին է։ Ամանորի նվերներ Խաչատրյանն ինքն արդեն քանի տարի անձամբ չի պատրաստում տոնը, տարին ինչպես միշտ ընտանիքում գերդաստանով կդիմավորեն։ 4 աղջիկ գեղեցկուի թորնիկներ ունեն։ Գեղեցկուհիների ձմեռ պապիկին գրած նամակներն անգամ չեմ հասցրել, տատիկն է կարդացել, կատակում է նախարարը։ Իսկ եթե լուրջ, վերջին հարցը։ Կա մի բան, որ ինքներդ կխնդրեիք ձմեռ պապիկին։ Եթե խնդրեի, կխնդրեի բնականաբար, որ մեր երկրին խաղաղություն լինի եւ առողջություն բոլորի մեր հայ ազգի բոլորի օջախներում, որովհետեւ ես կարծում եմ, որ այդ երկուսի պայմաններում հնարավոր մնացածը ձեռք բերել։ Հերմինե Բաղդասարյան, Արմեն Անդրեասյան, Արտակ Ղևոնդյան, Առաջին ալիք։